Ջրհեղից անմիջապես հետո անմիջապես նկատվեց այդ փլված մասը եւ ինչքան հիշում եմ առաջին գրառումն արել եմ հունիսի 24-ին ահազանգել եմ որ փլված անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոչ մի արձագանք չեղավ դրանից հետո երկու անգամ էլի ոչ մի արձագանք այդ գործով զբաղվող մարդան չեմ ուզում անունները տամ հարցրել են ասում հա նախագիծ արվում այդ հարցը կլուծվի բայց վերջերս նորից հետաքրքրեց նորից պատասխան տալի նախագիծ արվում է հետո արդեն այս նախավերջի գրառումս որ Facebook-ում արեցի արդեն ավելի շատ մարդիկ արձագանքեցին Երևանում իմ ընկերներից մեկը նախարարությունում դիմեց այդ հարցով բարձրաբանում ստանալու համար ինձ ասա որ նախարարությունից քեզ կզանգեն կասեն ինչ է կատարվում այդ հարցը լուծելու համար իհարկե նախարարությունից ինձ չզանգեցին դրա փոխարեն ինձ զանգեց Ալավերդու համայնքապետը ասաց որ այդ ջրհեղեղի հետևանքները վերացնելու հանձնաժողովը եկել նայել է մասնագետները նայել են ասում են որ այնտեղ վտանգավոր ոչ մի բան չկա եւ ոչ մի նախագիծ չի արվելու նախագիծն արվում է միայն դեպի գետի հենապատերը վերանորոգելու համար իսկ կամուրջի համար ոչ մի բան չի արվելու դա էր ամբողջ պատմությունը դրանից հետո իմ ընկերներից մեկը զանգեց խոստացավ պետք է անհրաժեշտություն առաջանա Իտալիայից մասնագետներ հրավիրի քանի որ ինքը մեր մասնագետների ծանոթ է եւ չի վստահում ամբողջ հարցը հիմա դրանում է տեղականված այդտեղ եթե 5 նկարները կա այդ կամուրջին եթե հաշվեք 14 աստիճաններ հիմա որ դրանք հաշվեք 12-ն է երկու հատը հողի տակ է երբ Ալավերդու լեռնամետալական կոմբինատի վերակառուցում էին անում դե խողովակաշար անցկացրեցին ու լիցք արեցին ճանապարհը մոտավորապես 3 մետր բարձրացավ այդ ճանապարհը որ ցածր էր գետի վարարման ժամանակ ջուրը նաև էս մի կողմով էր հոսում եւ այդ մակարդակի չէր հասնում 800 տարվա պատմության մեջ այդ կամուրջի առաջի անգամ ջրի մակարդակը հասել է այդ բարձրության եւ քանդել է պատը դե էլա ջրհեղեղներ 800 տարվա մեջ հնարավոր չի որ եղած չլներ դրանից էլ ավելի մեծ ջրհեղեղներ հավանաբար եղել է բայց քանի որ արդեն առաջը փակված է այս կողմից ներքևի հատվածում ջուրը ամբողջ ջրի հոսքը ուղղվել է այդ կամարի տակ բարձրացել է եւ քանդել է ես չգիտեմ հաջորդ անգամ եթե նույն ձև ելներ եւ ոչ մեկը չի կարող ասել տարի կլինի թե չի կամ 10 տարի հետո կլինի կամուրջը հաստատ փլվել է դե փլվեց վերջ Ոնց մեկ էլ անհանգստացնում եմ ժողովրդի պասիվությունը Ալավերդում առանձնապես Ալավերդու տարածանք չեղա ես հիշում եմ 17 թվականին երբ դեպետի համար էինք պայքարում ժամանակ ահագին երիտասարդությունում մեզ միացավ ահագին գործ արեցինք արդյունքի հասանք հիմա այստեղ մենակ եմ էլի ասենք արձագանք Երևանից ելնում են ընկերների կողմից բան բայց այստեղ մենակ եմ